Խաղաղությանը ով չի աջակցում, իհարկե աջակցում են, ինչքան խաղաղ մեր երկիրը, ինչքան բարգավաճ, այնքան լավ, մեր զինվորների կորուստ չենք ունենա, մարդկանց բարգավաճումը լավ կլինի, խաղաղություն չի վատանում, ինչքան շփումը շատ կլինի միմյանց միջև, այնքան ավելի լավ կլինի, թե մենք, թե իրանք հոգնել են, այդքան արյունով մեր երեխեքով վճարել, իրանք էլ են մարդ, իրանք էլ մայրեր ունեն, չէ՞։ Այն չի, որ այսպես բանա էլի մնում են իրանք ինձ համար հակառակորդ, բայց այնուամենայնիվ կարծում եմ իրանք էլ են հոգնել զոհեր տալուց։ Պիտի որ գա ժամանակ, որ հաշտվեն ամեն ինչի հետ ու իրանք էլ մենք էլ ապրենք, որտեղ հնարավոր չէ, քան արյուն թափելով կռվելով ապրել։ Ժամանակին եղել է, չէ՞, հարաբերությունները սովետի ժամանակ։ Որոշ ժամանակ կանցնետ էլ կլինի։ Այն պրոպագանդան, որ այս տարիների ընթացքում իրանց մոտ եղել է, սրվել է, բայց կփոխվի մի սերունդ ու ամեն ինչ նորմալ կլինի, եթե խաղաղություն լինի։ Իսկ ով խաղաղությունից գարաժարվի։ Այդպեսի բան կլինի։ Լրիվ կողմնակից։ Պատերազմից ոչ մի լավ բան չի։ Մենք որ ասելու բան չկա։ Կողմ եմ, իհարկե կողմ եմ խաղաղության, ինչ որ արվում է խաղաղության համար, անգամ սխալներ եթե լինեն, միևնույն է նպատակը շարժառիթը խաղաղությունն է, ես իշխանամետ չեմ, ես ազատ մարդ եմ, բայց այս իշխանությունը բավականին, ասենք, տարբերում է նախկիններից, ես ամեն դեպքում լավատես մարդ եմ, նայում եմ, ուզում եմ, շատ եմ ցանկանում, որտեվ ես երեխեք ունեմ, թոռներ ունեմ, ուզում եմ այն ինչ որ մենք տեսանք, իրանք չտեսնեն։ Խաղաղությունը պարտադրում են ուժով։ Նախկինում իհարկե եղել է Սովետ միության ժամանակ եղել է այդ խաղաղությունը, բայց մեր անկախացումից հետո 88 թվից հետո 90-ականներին հարցը չի լուծվել ըստ արդարացիորեն եւ իմ ըստիս խաղաղություն չի կարող լինել, հատկապես 20 թվի պատերազմից հետո բազմաթիվ ոչ փակված, ոչ ճիշտ արդարացիորեն լուծված հարցեր չկան, ոնց կարելի է դա համարել, որ կարա լինի խաղաղություն, դա շատ ցանկալի բան կլիներ իհարկե, բայց ընթացքը շատ սխալ էր տրվելու, չբերեց այդ արդյունքի խաղաղություն։ Եթե մի անց աշխարհում խաղաղություն չուզենա, դա ես կարծում եմ նորմալ չի, խաղաղություն բոլորս ենք ուզում։ Բայց այն ինչ որ մենք Արցախ կորցրինք անուն այն բանի, որ մեր նախնիները սխալներ գործեցին եւ նույնպես մեր ռազմական ունակությունը չպահեցին այն մակարդակի, որը մենք կարողանայինք դիմադրեին, Ռուսաստանի խաղը այս մեջտեղը իր շահերը Թուրքիայի հետ միասին, փաստորեն տարածքային տարածաշրջանի խաղերին, քաղաքական խաղերին մերոնք չկարողացան լավ խաղալ եւ ինչ պատճառներով ես չեմ ուզում արդեն խորանալ դրա մեջ, անպայման կլինի եւ պիտի լինի։ Եթե սահմանները հենց այսպես որ կա մնալու է, այսինքն Իրանը չանջատվի, մասնատվի, իհարկե մենք պետք է հարևանների հետ հարևանություն անենք, պետք է ապրենք անպայման եւ դա մեր օգտին է։ Հետագային կարող է այդ բերի մի ընթացքի, որպեսզի, ասենք, եթե երկու ժողովուրդ միմյանց հետ ապրում են որպես բարեկամաբար, նրանք կարողանան գան իրենց ծնողների գերեզմանները այցելեն, մենք էլ կարողանանք գնալ մեր ծնողների գերեզմաններն ու վանքերը այցելենք, պահպանենք, պահենք, կբերի ավելի դրական պրոցես։